Herkese merhaba arkadaşlar. Վաղուց չենք անդրադարձել քերականությանը եւ այսօր ուզում եմ խոսել a, e, da, d, dan, den վերջածանցների մասին, որոնք ցույց են տալիս տեղը, տեղանքը, ուղղությունը։ Այս ածանցները նույնպես ենթարկվում են ձայնավորների ներդաշնակության կանոնին։ A, da, dan ածանցները ավելանում են այն բառերին, որոնց վերջին վանկի ձայնավորը հաստ է, իսկ e, d, den ածանցները ավելանում են այն բառերին, որոնց վերջին վանկի ձայնավորը բարակ է։ Այժմ խոսենք a, e ածանցների մասին, որոնք ցույց են տալիս ուղղություն։ Վերցնենք օքուլ դպրոց բառը, եւ քանի որ օքուլ բառի վերջին վանկի ձայնավորը հաստ է, ապա ավելանում է a վերջածանցը, օքուլա։ Բեն օքուլա գիդեորում, ես դպրոց եմ գնում։ Վերցնենք ev տուն բառը, եւ քանի որ ev բառի վերջին վանկի ձայնավորը բարակ է, ապա ավելանում է e վերջածանցը, ev է։ Sen eve gidiyorsun, դու տուն ես գնում։ Կա եւս մեկ տարբերակ, որը կազմվում է doğru, ճիշտ, ուղիղ բառով։ Եթե doğru բառը գրված է ենթակայից առաջ, ապա նախադասության մեջ այն օգտագործվում է ուղիղ իմաստով։ Օրինակ, doğru okula git, ուղիղ դպրոց գնա։ Իսկ եթե doğru բառը գրված է ենթակայից հետո, ապա այն նախադասության մեջ օգտագործվում է դեպի իմաստով։ Օրինակ, շիրքեթե doğru gidiyorum, դեպի գրասենյակ եմ գնում կամ գրասենյակի կողմ եմ գնում։ Եկեք այս կանոնը օգտագործենք նաև խուլ բաղաձայնով վերջացող բառերի հետ։ Օրինակ, վերցնենք քե խուլ բաղաձայնը եւ ըստ ձայնավորների ներդաշնակության կանոնին, քե խուլ բաղաձայնին ձայնավոր վերջածանց ավելացնելու դեպքում քե խուլ բաղաձայնը խլանում եւ դառնում է չարտասանվող g։ Օրինակ, վերցնենք սոքակ փողոց բառը, եւ քանի որ սոքակ բառի վերջին վանկի ձայնավորը հաստ է, ապա ավելանում է a վերջածանցը, սոքա։ O սոքա չկտը, նա փողոց դուրս եկավ։ Հիմա ծանոթանանք դա դե վերջածանցների հետ, որոնք արտահայտում են մեջ ներսում իմաստը։ Օրինակ, վերցնենք չանթա, պայուսակ բառը, եւ քանի որ չանթա բառի վերջին վանկի ձայնավորը հաստ է, ապա ավելանում է դա վերջածանցը, չանթա դա, պայուսակի մեջ կամ պայուսակում։ Անահցալlar չանթադա, բանալիները պայուսակում են կամ պայուսակի մեջ։ Վերցնենք սահիլ, ծովափ բառը, եւ քանի որ սահիլ բառի վերջին վանկի ձայնավորը բարակ է, ապա ավելանում է դե վերջածանցը, սահիլ դե, ծովափին կամ ծովափում։ Սահիլ դե յուրիորում, ծովափին քայլում է։ Այս կանոնը օգտագործենք նաև խուլ բաղաձայնով վերջացող բառերի հետ։ Վերցնենք օրինակ թե խուլ բաղաձայնը եւ ըստ ձայնավորների ներդաշնակության կանոնին խուլ բաղաձայնով վերջացող բառերին ավելացող d վերջածանցները խլանում եւ դառնում է th։ Վերցնենք օրինակ շիրքեթ գրասենյակ բառը եւ քանի որ շիրքեթ բառի վերջին վանկի ձայնավորը բարակ է, ապա ավելանում է d վերջածանցը։ O շիրքեթ kaldı, նա մնաց գրասենյակում։ Դա դեի հետ կապված կա մի նրբություն։ Դա դեն արտացոլում է ներս մեջ իմաստը այն դեպքում, երբ գրվում է բառին կից։ Իսկ եթե գրվում է բառից անջատ, ապա իմաստը փոխվում է եւ արտահայտում է նույնպես էլ իմաստը։ Օրինակ, բանդե միասին գրվելիս նշանակում է ինձ մոտ, իսկ եթե բանդեն անջատ է գրված, նշանակում է ես էլ, ես նույնպես։ Կախված է նախադասության կոնտեքստից, որովհետև խոսելիս տարբերություն չի զգացվում։ Օրինակ, սենին դեֆթերին բանդե, քո տետրը ինձ մոտ է։ Շու բալոյա բանդե գալմեկ իստիորում, այս երեկույթին ես էլ եմ ուզում գալ։ Իսկ հիմա խոսենք դան դեն վերջածանցի մասին, որը արտահայտում է անջատ իմաստը։ Այն համապատասխանում է հայերենի ից վերջածանցին։ Վերցնենք օրինակ արաբա մեքենա բառը, եւ քանի որ արաբա բառի վերջին վանկի ձայնավորը հաստ է, ապա ավելանում է դան վերջածանցը, արաբադան, մեքենայից։ O արաբադանինդը, նա մեքենայից իջավ։ Վերցնենք սեն բառը, եւ քանի որ սեն բառի վերջին վանկի ձայնավորը բարակ է, ապա ավելանում է դեն վերջածանցը, սանդան, քեզանից։ Herkes senden memnun, բոլորը քեզանից գոհ են։ Այս կանոնը օգտագործենք նաև խուլ բաղաձայնով վերջացող բառերի հետ։ Վերցնենք շեխուլ բաղաձայնը
Եվ ըստ ձայնավորների ներդաշնակության կանոնին խուլ բաղաձայններին դե վերջածանցը ավելանալիս այն խլանում եւ դառնում է թե։ Վերցնենք օրինակ բաքշ հայացք բառը, եւ քանի որ բաքշ բառի վերջին վանկի ձայնավորը հաստ է, ապա ավելանում է դան վերջածանցը։ İnsanlar senin o bakıştan korkuyorlar. Մարդիկ քո այդ հայացքից վախենում են։ Այսօրվա համար այսքանը։ Görüşürüz.